Տիկին Վարդանյանը, որ սիրում էր փաստերով, ես փաստերով եմ շարունակելու իմ ելույթը։ Տեսեք, դուք 18 թվականից ժողովրդավարություն քարոզելով եկել հասել ենք 25 թվական, ես հիմա հիմնավորելու եմ ժողովրդավարությունից ինչպես ենք անցում կատարել բռնապետական համակարգի, տեսեք։ Եմ տալիս այս ժամանակից, խնդրում եմ ըստ հարցի շուրջ փնտրել։ Հիմա բոլորը ելույթ։ Չէ, բոլորի ելույթները ակնհայտորեն կապված են բոլորի հարցերի հետ, որոշակի շեղումներով։ Խնդրում եմ հարցերը գալու են։ Խնդրում եմ, տեսեք, քննարկում ենք այլապես պետք է կանոնակարգի որոշ բաներից օգտվենք։ Շարունակենք։ Սկզբից պահպանեիք կանոնակարգը։ Տեսեք, հիմա օրինակ խոսում էիք Գյումրու ընտրությունների հետ կապված, այո, Գյումրու ժողովուրդը հավաքական ընդդիմությունը մերժել է ՔՊՀ խմբակին։ Դա չեք կարա հերքեք։ Օրինակ մյուսը Փարաքյարում մեկ անձով պայմանավորված, մեկ կուսակցությունով ձեզ լիարժեք են մերժել այնտեղ, բայց ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ սպանություն, դրանից հետո Գյումրու քաղաքապետի նկատմամբ հետապնդումներ սկսեցիք։ Դա ժողովրդավարությունն է ձեր, տեսեք, բոլոր մարզային հիմնականում կառույցներում, մարզերում մեծամասնությամբ ընդդիմությունը ձեզ հաղթել է, այսինքն քաղաքացիները ձեզ մերժել են։ Ես հիմա հիմնավորում եմ, որտեղ է կայանում այս հետապնդումները ապացուցում եմ, տեսեք, 4 տարի շարունակ ինձ կոնկրետ հետապնդել են ձեր իշխանությունը իմ ակտիվ պայքարի շնորհիվ։ Ինչ որ խուլիգանական կեղծ դրվագներ էին մեղադրանք առաջադրել ինձ, 4 տարի շարունակ երկրից բացակայելու արգելք էին դրել, բայց ես չէի ցանկանում երկրից բացակայելու։ Ինչ եղավ, դատարաններով անցա մինչև վերջի ատյանը, իհարկե արդարացվեցի, դուք մոռացել էիք մարտի 1-յան նախադեպը Ջահանգիրյանի գործը, որ մեկ ոստիկանի ցուցմունքով 4 տարի իմ խափանման միջոց եք ընտրել իմ վրա։ Ես պետք է ասեմ, դա է պատճառը, ժողովրդավարությունը սա ձերն է, իսկ հիմա տեսեք, ինչ եք ակնարկում վաղարշաբաթի ընտրություններում։ Հիմա վստահեցնում եմ ձեզ, որ վաղարշաբաթում էլ ժողովուրդը հավաքական ընդդիմությունով կլինի, մեկ կուսակցությունով կլինի, ձեզ մերժելու են, ձեր կառավարումը տեսել է մեր ժողովուրդը, ձեզ տեսել է, որ դուք պոպուլիստական ծրագրեր եք անում, սկսած ասֆալտից, այն որ ասֆալտը հիմնական փողոցներում անում եք բակային տարածքներում, որտեղ որ հանրությունը շատ է քայլում, տեղով անցնում, տեսանելի վայրերը ցուցադրական եք անում, իսկ մնացած վայրերում ոչ։ Նաև վաղարշաբաթ կարաք այցելեք մայթերով քայլելուց Քարոզ արշավին կարծում եմ գնալու եք եւ ներկա կլինեք, մի հատ մայթերով քայլեք, բակերի տարածքներով, այդ գետերով, երեք մենք այցելել էինք եւ գետեր կար այնտեղ, բակերի երեխաները խաղալու տեղ չունեին, ձեր ՔՊ խմբակցությունն ա եղել կառավարման 7 տարի դուք եք եղել իշխանության, քաղաքացիական պայմանագրին տեսնելով, 7 տարվա իրենց կառավարումը տեսնելով, կոչ եմ անում վաղարշաբաթ համայնքում մերժել ՔՊ խմբակին եւ մենք Մայր Հայաստան խմբակցությունը, կուսակցությունը ներկայացրել է այնտեղ տեխնացուներ եւ գնացեք ընտրատեղամաս մերժելով ՔՊ խմբակին ընտրեք Մայր Հայաստանին, նույնիսկ եթե չեք ուզում Մայր Հայաստանին ընտրել, մերժելով ՔՊ խմբակին ընտրեք մյուս ընդդիմադիրներին։